Ասելիք ունի մարդը։ Ես։ Չես է կաչը։ Ես կաչը, ես հացակի թե։ Բայց երեխայի խոսում էի։ Արագ։ Չէ։ Իսկ հեչ գործենք երեն չես աշխատ։ Ապեր չես կսել, սպաս։ Ասում են մեր կամերան է։ Ով սկսես կարակ։ Այլ միկրոֆոն միացրած է։ Սկսենք ժողովուրդ։ Այլ արիկը գրեմ ոնց որ Հա, պատրաստ եք։ Գնացին։ Լավ երեխեք մենք հետո հետ կտնենք։ Պարոն Դանիելյան, նախ ուզում եմ անդրադառնալ ինչու այն հարցին, թե ինչու Նիկոլ Փաշինյանը օրինակ հայ-թուրքական հարաբերությունների մեծ ջատագովը չի գնում Անտալիա ֆորումին։ Ինչն է պատճառը, այս փուլում չի։ Չեմ կարող այդ հարցին այսպես ասած սպառիչ պատասխան տալ, ինչ որ ասեմ կարող ենթադրությունների տեսքով ասեմ, ես ենթադրում եմ, որ այս պահի դրությամբ միգուցե Էրդողան Փաշինյան, այսպես ասած, այն ջերմ գրքի սեղմելու պահերը եւ այն հարաբերությունները, որ կան, կարող է նաեւ այս էլեկտորալ պրոցեսների ժամանակ որոշակի առումով, քվեների առումով իր համար խնդիրներ առաջացնի, ենթադրում եմ, եւ դրա համար այս պահի դրությամբ երևի միգուցե խուսափել է այդ հանդիպումից ենթադրում բացասական ազդեցություն ունենալ ես այդ ենթադրություն ունեմ ուրիշ ինֆորմացիայի տեղյակ չեմ Պարոն Դանիելյան, ցուցակներին էլի անդրադառնանք ձեզ համար ոնց հասկացա անակնկալ է եղել որ դուք 14-րդ տեղում եք ցուցակի ինչ եք կարծում դուք անելիք չունեիք ապագա խորհրդարանում ինչի ենթադրեցիք որ ինձ համար անակնկալ է եղել կամ ինչից ենթադրեցիք որ ինձ համար կարևոր է ցուցակում այս կամ այն տեղը զբաղեցնելը ինձ համար երբեք էլ դա կարևոր չի եղել ես թե 18 թվականի ռեյտինգային ընտրությունների ժամանակ, թե դրանից հետո 21 թվականի ընտրությունների ժամանակ երբեք ոչ դժգոհություն ունեցել եմ իմ տեղի հետ կապված, ոչ էլ մեր թիմում տենց պայքար չկա ցուցակի տեղի համար, ինչ որ տենց մարտեր առանց կանոնների բանել, այդ պատկերացումները չեն քննարկել Ես ինքս ասել եմ իմ ընկերներին, որ ինձ համար նշանակություն չունի ես ցուցակի որտեղ կլինեմ, ինձ համար նշանակություն չունի ցուցակում կլինեմ թե չեմ լինի, ինձ համար դա բացարձակ նշանակություն չունի։ Իմ պայքարը ոչ մանդատի համար է, ոչ падգամավոր լինելու համար է, ոչ էլ ես այդ առիթը տվել եմ ինչ որ մեկին մտածելու, որ ես կներեք վերջացնեմ։ Առիթը տվել եմ որևէ մեկին մտածելու, որ ես падգամավոր դառնալու, այսպես ասած, ասենց անհագուրդ ցանկություն ունեմ։ Տեսեք, Գելապի հարցումներ հրապարակվեց դրան զուգահեռ նաև տարբեր գործիչներ հրապարակումներ են անում, որ Հայաստան դաշինք այս անգամ 8%-ի շեմը չի հաղթահարի, դուք իսկապես այդպես կարծում եք եւ երկրորդ հարցն էլ տամ, նայեք, բոլոր ընտրությունների մասնակցող բոլոր ուժերը բացառում են Ռոբերտ Քոչարյանի հետ ցանկացած տեսակի համագործակցություն։ Սա ինչի մասին է խոսում, որ ինչի չեն ուզում ընդհանրապես Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցել, ինչն է պատճառը ձեր մենք բազմաթիվ անգամներ ասել ենք, որ բացի իշխանություններից մենք ուրիշ թիրախ չունենք։ Եվ մենք հայտարարել ենք եւ եւս մեկ անգամ օգտագործելով առիթից եւս մեկ անգամ ասում ենք, որ մենք բաց ենք համագործակցության համար եւ նոր խորհրդարանը ձևավորվելուց հետո ես կարծում եմ, որ բոլոր ընդդիմադիր ուժերը պետք է այդ հարցը տան, թե եթե իրար հետ չեն համագործակցելու իշխանություններին հեռացնելու իրենց օրակարգը ո՞րն է, այդ դրան պիտի պատասխանենք։ Մենք պարզ ասել ենք, որ մենք համագործակցություն ենք ընդդիմադիր ուժերի հետ, գործող իշխանություններին, դուք այդ հարցը տվեք այդ ուժերին, հարցրեք խորհրդարանում հայտնվելուց հետո, եթե ընտրության հարց լինի
իրենք ընդդիմադիր ուժերի հետ համագործակցություն են պատկերացնում, թե քաղաքացիական պայմանագրի հետ համագործակցել են։ Սա շատ կարևոր։ Յուրաքանչյուրն ասում է մենք մեծամասնություն ենք դինելու, չենք մտածում այդ հարցը։ Ասում են այս գլխից չենք համագործակցի։ Ես անկեղծ ասեմ, քանի որ միգուցե նաև այդ անկեղծության համար շատ ժամանակ միգուցե նաև քննադատություններ եմ արժանում։ Ես այս պահի դրությամբ որևէ մի ուժի 50+1 այս պահի դրությամբ չեմ տեսնում։ Եվ ԿՊ-ին եւ ընդդիմադիր ուժերին այս պահի դրությամբ մեծամասնություն ձևավորելու, նաև իմ շփումների արդյունքում եմ ես դա նկատել, մեծամասնություն կազմելու 50+1-ի չկա եւ ոչ ես ուզում եմ չգիտեմ, խաբել մեր ժողովրդին, ոչ մոլորեցնել, որովհետև դա իմը չէ, ես կարծում եմ, որ հավաքական ընդդիմությունը այս պահի դրությամբ հնարավորությունը ունի, կա այդ հնարավորությունը ճիշտ աշխատանքի դեպքում հնարավոր է Նիկոլ Փաշինյան իշխանությունից հեռացնել, այսօր կան ձևավորված դաշինքներ, բլոկներ, եւ իրենք հնարավորություն ունեն այդ 50+1 ապահովելու առանձին վերցած մեկ ուժը այս պահի դրությամբ չեմ տեսնում։ Պարոն Դանելյան, հնարավոր է, որ իշխանությունը, քանի որ պարբերաբար ասում է, անհնար է, որ այդ ուժերը իրենց ձայները չտան Ռոբերտ Քոչարյանին, հնարավոր է սա է պատճառը, որ ընդդիմադիր ուժերը փորձում են ասել, որ չէ, իրենց ձայները իրենց են մնալու, այսինքն այս ֆակտորը աշխատում է պարագայում, որտեղ իշխանությունը ամեն կերպ փորձում է հասարակությանը համոզել, որ այդ ուժերը աներկբա տալիս են իրենց ձայնը Ռոբերտ Քոչարյանին։ Այդ ուժերը ունեն առաջնորդներ։ Ես կարծում եմ, որ տրամաբանական է, որ ցանկացած քաղաքական ուժ տեսնում է իր առաջնորդին, վարչապետի պաշտոնին։ Բնականաբար դա առաջնային խնդիր է յուրաքանչյուր քաղաքական ուժի համար, բայց ես անկեղծ եմ ասում, չեմ պատկերացնում, եթե հարցը գնա նրան, որ ընտրության հնարավորություն լինի, այդ ուժերը ուղղակի մեզ չի տեղավորում, էլի, որ կընտրեն Նիկոլ Փաշինյան։ Բնականաբար առավելագույն քվեստացած ուժը շատ ավելի մեծ հնարավորություն ունի եւ տրամաբանական է, որ հենց այդ ուժի շուրջը պետք է լինի, այսպես ասած, կոնսոլիդացիան։ Դա տրամաբանական է եւ այս առումով ես խնդիր չեմ տեսնում։ Եվ մեր դաշինքն էլ հենց հայտարարել է, որ մենք պատրաստ ենք համագործակցելու, պատրաստ ենք իշխանափոխություն անելու համար, Նիկոլ Փաշինյանին հեռացնելու համար, խոսելու, պայմանավորելու եւ այստեղ ամենևին ոչ թե այսպես ասած մեկ անձի գործոնը եւ հանգամանքը պետք է հաշվի առնեն, այլ ընդհանուր Նիկոլ Փաշինյանին եւ ԿՊ-ին տուն ուղարկելու հարց։ Պարոն Դանելյան, տեսեք, ցուցակի առաջին տասնյակում երկու Քոչարյան կա, սա ժողովրդավարության տեսանկյունից արդյոք խնդրահարույց չէ։ Ցուցակը բացում է տան մի անդամը, առաջին լավագույն տասնյակը եզրափակում է տան մյուս անդամը։ Դուք սա ինչպես կմեկնաբանեք։ Ես կարող եմ ձեզ հետևյալն էլ ասեմ, կարող է լինել երկու Կիրակոսյան, երկու Դանելյան, հիմա ազգանվան վրա մի ֆիքսվեք եւ Լևոն Քոչարյանը մեր թիմի անդամն է, Լևոն Քոչարյանը գործող պատգամավոր է եւ ես որևէ խնդիր չեմ տեսնում ցուցակում ընդգրկվելու մարդկանց եւ դա որևէ մի նշանակություն չունի, որևէ չեմ կարծում թե դա խնդիր է, դա թիմն է որոշել, թիմային որոշում է եւ այդ առումով կարծում եմ, որ ամեն ինչ նորմալ է եւ ես այդտեղ որևէ մի խնդիր չեմ տեսնում։ Հյուսային Կորեայում է, էլի, որ ընտանիքով տարբեր պաշտոններ են զբաղել։ Հիմա աշխարհի տարբեր երկրներում երկու եղբայրեր են լինում ցուցակում, նույն Լեհաստանում Կաչինսկի եղբայրները, կա Ամերիկայի Միացյալ Նահանգներում էլ կա նման օրինակներ, երբ որ Թրամփի հարազատներն ու բարեկամները էլեկտորալ պրոցեսներին մասնակից են դառնում։ Եթե ուրիշ դե հիմա իրենց որոշելիքն է, ես անգամ ԿՊ-ի պարագայում օրինակ, այսինքն եթե մարդու կին են
ցուցակում կան, ասինքն օրենքի խախտում կա դրանում։ Չէ, հարցը օրենքի խախտում չէ, հարցը Դե հիմա ներքին երկուսն էլ քաղաքականությամբ են զբաղվում, երկուսն էլ քաղաքական գործիչներ են, ակտիվ քաղաքական գործիչներ են։ Բայց երեխեքներ եկել ես թեման հարկելի գործընկերներ, ավելի ճիշտ։ Պարոն Դանիել, Ես կարճ կոնկրետ ասեմ, ես խնդիր չեմ տեսնում։ Մեր ինչ ձեզ էս կան ուրախացել, պարոն Կիրակոսյան։ չէ, ձեր ասած այդ բացարձակ կապ չունի եկելից։ Տեսեք, ուղղակի նախորդ անգամ որ հարկ եղավ որ բազմաթիվ մարդկանց պահանջել, խնդրել կամ հորդորել, որ մանդատից հրաժարվեն, Բայց ով ձեզ ասել, որ պահանջել են Դե դրա համար 3 տարբերակ եմ նշում։ Բայց ախր սխալ պնդումներ եք անում, դա պնդում եք անում։ Հաստեկներ եք, հարցը Դա պնդում եք անում, որը որ իրականությանը չի համապատասխանում։ Մենք տեսանք, որ իրականությանը չի համապատասխանում ձեր պնդումը։ Նախորդ այս ավելի ճիշտ այս գումարման դեպքում մենք տեսանք, որ հրաժարվեցին մարդիկ մանդատներից, որպեսզի Լևոն Քոչարյանը կարողանա Սխալ եք ասում, չեն հրաժարվել մանդատից, որ Լևոն Քոչարյանը դառնա, դրանից առաջ էլ մինչև այդ 50-րդ համարը բարբերաբար մարդիկ հրաժարվել են օրինակ ես առաջ այդ մի րոպե ասեմ հարցը տվել եք խնդրում եմ պատասխանել նաև լսեք էլի օրինակ ես որ падգամավոր եմ դարձել 1 տարի ուշ եմ падգամավոր դարձել մարդիկ կան որոնք որ ես 35-րդ համարն եմ եղել մարդիկ կան որոնք հրաժարվել են ես եկել եմ падգամավոր եմ դարձել դրանից հետո այլ գործընկերներ են հրաժարվել այլ падգամավորներ են դարձել հետո 1 տարի 2 տարի 3 տարի հետո այլ падգամավորների հիմա այսօր ունենք նոր падգամավոր որ ուրիշ էլի մեկը չի վերցրել падգամավորական մանդատը վերցրել է պարոն Համբարձումյանը հիմա ես այդտեղ որևէ մի ինտրիգ, որևէ մի բան չեմ տեսնում, բան չկա էլի։ Իսկ ձեր մոտ այսպես խանդի զգացողություն չկա, որ ասենք Արտուր Խաչատրյանը, Իշխան Սաղաթելյանը, ձեր մնացած գործընկերները շատ ավելի վերևներում են, այսպես ասած, ցուցակի, իսկ ձեզ տարել են 14-րդ տեղ։ Տեսեք, այս հարցին ես ամենայն անկեղծությամբ պատասխանեմ։ Ես այդ տպավորությունը թողել եմ, որ ինչ որ մեկի նկատմամբ ասես խանդի կամ բանի, չգիտեմ, նման դուք այդ հարցի պատասխանում եք, ինչով եք դուք թերած։ Ես երբեք ես օրինակ ձեզ ասեմ, որ ես երբեք իմ գործընկերներին միշտ խնդրել եմ եւ ասել եմ, որ ինձ ցուցակի որ երրորդ համ ուզում եք դրեք 300-րդ համարը, ուզում եք ընդհանրապես ինձ համար դա բացարձակ նշանակություն չունի չկա իմ մոտ ոնց ձեզ ասեմ ժողովուրդ ջան ես անգամ ինձ վատ եմ զգում որ ես ուրեմն օրինակ ցուցակի 14-րդ համարն եմ մեր սիրելի ընկեր Արծվիկը 29-րդ համարն է ես ինձ վատ եմ զգում ես հակառակ ասել եմ ինձ այդ բանից բարձր շատ ավելի շատ արժանավոր մարդիկ կան Անցնիա է կազմել Ռոբերտ Քոչարյանը ցուցակ Քոչարյանը չի կազմել ցուցակը դա կուսակցության որոշումն է կուսակցական նաև դաշնակցության որոշումն է դաշնականերեք ավարտեմ էլի խոսքս այսինքն ես էլ կարող եմ ձեզ տասնյակ կանոններ տալ որ ինձնից շատ ավելի արժանավոր են ինձնից շատ ավելի խելացի են ինձնից շատ ավելի աշխատասեր մարդիկ են որոնք որ չէ ես ամենայն անկեղծությամբ եմ ասում որոնք որ չգիտեմ ցուցակի 40-րդ համարն են 50-րդ համարն եւ որևէ նորից եմ կրկնում որևէ մի նշանակություն չունի սիրելիներս ես ուրիշ մի գաղտնիք էլ բացեմ ես մի քանի անգամ անկեղծ ցանկություն ունեցել եմ մանդատս վայր դնելու ուրիշի ցուցակ եք ուզում գնալ եղել է նման ցանկություն լավ էլի Պարոն Դանիելյան տեսեք ուրիշի ցուցակ սիրելի Ռիփսիմե ես քաղաքականությունը նենց բանա որ չենք բացառում որ ես նման առիթ տվել եմ ձեզ տենց բան տալ Հայաստան դաշինքի այսօրվա падգամավորները ԲՀԿ-ի ցուցակ ասածս այլա ուլերի ուրիշ կոնտեքստով եմ ասում դա Արցախի կորստի ժամանակ է էլի բաներ են եղել ուզեմ ասեմ թե ինձ համար ժողովուրդ Ինչու Ռոբերտ Քոչարյանը գերխնդիր չէ ազգային Քոչարյանի մոտ չեն մնում նույն Էլինար Վարդանյանը, Արամ Վարդևանյանը, վերածնվող Հայաստանը ընդհանրապես դեմից հեռացավ, Անդրանիկ Թևանյանը, Արեգնաց մարդիկ ովքեր Ռոբերտ Քոչարյանի հետ են եւ ինչ որ մի փուլում Ռոբերտ Քոչարյանի հետ չեն ինչով եք պայմանավորում որ օրինակ չեն նախընտրում այլևս համագործակցել ընդհանրապես որ բոլորը ասում են Ռոբերտ Քոչարյանին չենք տեսնում վարչապետի պաշտոնում եւ այն դաշնակցությունն է որ գնում է ու գնում։ Տեսեք, խառը հարց տվեցիք, մի
հատ Ձեզ համար հարգելի ձեր գործընկերները- հատ ես ասեմ ձեզ էլի հարց տվելը խնդրեմ լսեք նաև պատասխանը Հայաստանի Հանրապետությունում ընտրությունների էլեկտորալ պրոցեսների ժամանակ տարբեր քաղաքական վերադասավորումներ են տեղի ունենում այս կամ այն թիմի ներկայացուցիչը հայտնվում է ուրիշ թիմում, այն մեկինը մյուս թիմում, ասինքն դա մարդու որոշելի հարցն է, եթե ինքը կուսակցական պատկանելություն չունի, անկախ որպես, չգիտեմ, պատգամավոր ա եղել, հիմա ես խնդրում եմ այդ հարցերը տվեք մեր հարգելի գործընկերներին, թե ինչի համար են օրինակ նախընտրել, ինչն է պատճառը, չէ, դե ուրիշ տեղ եք տանում հարցը, հեռանկար մեծամտությունը մեղք է, ես չեմ ուզում մեղքի տակ մտնել, բայց ես ուզում իմ համեստ կարծիքով ես այդ տպավորություն ունեմ, որովհետև քիչ թե շատ մեր հայրենակիցների հետ շփումներ ունենում եմ։ Այդ շփումների արդյունքում իմ կարծիքը այն է, որ եթե դուք օրինակ ոնց եք կարծում, եթե մենք իմանայինք, որ 8%-ը հաղթահարելու հնարավորությունը չունենք եւ խնդիր ունենք, կգնայինք կուսակցական ցուցակով, չէ՞։ Ուրեմն մտածել ենք, որ նման խնդիր չկա, իրապես նման խնդիր չկա, բայց չեմ էլ ուզում մեծամտորեն ասել, որ գիտեք ինչ, այս ընտրությունները կգա, մենք 50+1-ը կունենանք եւ այդ ամբողջը որոշում է աշխատանքի, մարդկանց հետ աշխատելու, ծրագրերը ներկայացնելու, մի քիչ համեստ լինելու, մեծ չխոսալու, ժողովրդի հետ աշխատելու եւ ի վերջո նաեւ քվետվողը մեր հայրենակիցն է, որը որ ամեն վարքյան, ամեն րոպե կարող է իր կարծիքը փոխել տարբեր պատճառներից ելնելով կարող է ես հիմա մի սխալ արտահայտություն անեմ, սխալ բան ասեմ, իմ քաղաքական ուժին վաղը մյուս օր խնդիրներ ունենա։ Դրա համար մարդիկ պիտի լինեն, քաղաքական գործիչները պիտի լինեն զուսպ, հավասարակշիռ, առաջնորդվեն միմիայն Հայաստանի Հանրապետության շահերով։ Կներեք, այս իրավիճակը, որ մենք ունենք, հա ցուցակների առումով, որ տեսնում ենք մարդը մի օր եղել է, մի նստաշրջան եղել է Հայաստան դաշինքից, հիմա գնում է ԲՀԿ կամ ուժեղ Հայաստան եւ հակառակը, սա նաև չի ապացուցում իշխանության այն ասածը, որ ասում են ժողովրդյան, սրանք մի ուժ են, հա, ուղղակի տարբեր անուններով են հանդես գալիս։ Հիմա այդ դա չի ապացուցում։ Հիմա ես չեմ ուզում մտնել այդ դաշտ, բայց ես ձեզ մի բան էլ ասեմ։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության կարկառուն ներկայացուցիչները ինչ կուսակցության անդամներ են։ Չէ, ուզում եմ ասեմ, հիմա ոչ թե ես ասում եմ մեղադրանքով, այլ տարբեր տեղերից կամ Լուսավոր Հայաստան, Բարգավաճ Հայաստան, Հանրապետական կուսակցություն, չգիտեմ, կան նախկին կներեք, իհարկե եղել են պատգամավոր։ Ովքեր են եղել։ Պարոն Բագրատյանը Բարգավաճ Հայաստանի պատգամավոր չի եղել։ Ուղղակի հիմա ձեր խմբակցությունը չէ, ասենք կներեք նորից եմ ասում, ես սա չեմ ասում որպես մեղադրանք։ Ես չեմ մեղադրում որևիցե մեկին, քավլիցի։ Մարդը տենց է համարել, տենց է հարմար գտել, Աստված իր հետ ինքը կարող է Ամերիկայի հանրապետականը լինի սենատոր, գնա դեմոկրատ։ Հիմա դուք այդ հարցերը տալիս եք մի մարդու, որը 20 տարուց ավել դաշնակցական է, ասենք ես ինչ ասեմ, ես ուրիշի տեղը ինչ պատասխանեմ, գնացեք այդ հարցերը տվեք, այդ մարդուն ինքը միգուցե այդ բացատրությունները տա կամ այդ բանանի, այդ ես ուրիշի տեղը ինչ ասեմ, պարոն Կիրակոսյան։ Եղել է, օրինակ Տիկին Էլինար Վարդանյանը թիմի հետ, պարոն Ռոբերտ Քոչարյանի հետ քննարկել է ցուցակում լինել չլինելը կամ Բարգավաճ Հայաստանի ես անկեղծ եմ ասում, ես տարբեր մարդկանց անհատական քննարկումների մեջ չեմ մտնում, որովհետև ես կրկնում եմ, տարբեր մարդկանց անհատական զրույցների, քննարկումների բանի ոչ ժամանակ ունեմ հետևելու, ոչ էլ ինձ հետաքրքիր է, թե ով ում հետ ինչ քննարկումներ ա ունեցել։ Ինձ ոչ հիմա հետաքրքիր եղել, ոչ էլ մի տարի առաջ, ոչ էլ 5 տարի առաջ։ Ինձ հետաքրքիր չի, ես անկեղծ եմ ասում, ես լուսադեմին գիշեր
նիստերը ժամը 5-ին, հոգնած եկել եմ նիստերին մասնակցելու հանդիպումներից հետո։ Այնքան շատ գործ կա աշխատելու մեր հայրենակիցների, այնքան պրոբլեմներ կա, այնքան հոգսեր կա, այնքան զբաղվելու թեմաներ ու առիթներ կա, ես այդ, չգիտեմ, այդ ինտրիգների մեջ մտնելու ոչ տրամադրություն ունեմ, ոչ ժամանակ ունեմ։ Բայց այդուհանդերձ դուք գնում եք խորհրդարանական մարդկանց հարցերը ինչ քննարկեմ։ Ցուցակների քննարկում է լինում։ Ես անհատական քննարկումների մասնակիցը չեմ։ Տեղերի ինչպես է ստացել, դուք որ մի քիչ առաջ ստեղ լինեիք, հարգելիս, դուք որ մի քիչ առաջ ստեղ լինեիք, ես այդ հարցերի պատասխանները տվել եմ։ Շնորհակալ եմ։ Մի հարց է պարոն Դանիելյան։ Ձեր